Խաչմերուկ հիմնադրամը ունի 2020 թվականի դարափորձը, երբ նմանատիպ արդեն իրավիճակի կարողացավ ծրագրերը ինքնակազմակերպել և արագ արձագանքման ծրագրեր իրականացնել, որը 23 թվականին նույնպես հնարավոր դարձավ և առաջնային արագ արձագանքման ծրագրերից բացի, որը կարգով լինում է 1-2 ամիս է տրամադրում այդ ամեն ինչին, գալիս է արդեն այլ ծրագրեր, դրանք ինտեգրման ծրագրերն են, ինչպես նշեցիք, կրթական ծրագրերն են, եթե մենք ում որ այս կարիքը կա ուզում ենք տալ, եթե երկարաժամկետ և ազդեցիկ է ուզում լինի օժանդակությունը, դա պետք է արդեն ինտեգրման ծրագրեր լինեն։ Կրթական մասով, ինչպես մեծահասակների կրթությամբ զբաղվում Խաչմերուկ հիմնադրամը, մեր ունեցած դասընթացները առաջարկվեց նույնպես Արցախից տեղահանված ընտանիքներին և ի վերջինը, ինչպես դուք նշեցիք, եկավ մի լուսավոր կետ, դա Ֆրանսիական լույս ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրն է, դա տաք սնունդն է, նախատեսված մեր հայրենակիցներին և նպատակը այն էր, որ երկար 4 ամիսների ընթացքում 4-5 ամիսները արդեն Շիրակի մարզում, որ դժվար ադապտացող է տաք երկրից, տաք կլիմային սովոր մարդկանց համար, ունենային տաք սնունդի հնարավորություն։ Իրականություն դարձավ 3 կազմակերպությունների օգնությամբ, դա Շիրակի թեմն էր համագործակցությամբ, այսինքն Շիրակի թեմը, Խաչմերուկ հիմնադրամը և ինչպես նշեցի, Ֆրանսիական լույս ասոցիացիան։ Ընտրությունը եղել է համատեղ, բայց ավելի շատ ընտրությամբ և նմանատիպ հարցերով զբաղվել է լույս հիմնադրամը, լույս ասոցիացիան, աշխատակիցները, սոցիալական աշխատողները, բնականաբար կարիքի գնահատման միջոցով, այցելությունների, բայց ավելի շատ հնարավորություն տրվեց այն ընտանիքներին և այն անձանց, ովքեր մինչև այսօր դեռ բնակվում են կենտրոնացված հիվանդանոցներում, ինչ որ հյուրանոցներում և ավելի շատ հիվանդանոցում, որտեղ ճաշարան այդպիսին և խոհանոցային պայմաններ չկան, այնտեղից են տրվել ընտանիքները և մարդիկ և իհարկե ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, ովքեր որ իրապես դրա կարիքը ունեն, բայց ասենք նաև այս ընթրիքների մյուս կողմը, դա ոչ միայն այդ տաք սնունդն է, որ պետք է ստանան, դա նաև շփվելու, իրար տեսնելու, նման կառույցներից դուրս գալու հնարավորություն է ընտանիքների համար, այստեղ հանդիպում են տարբեր մասնագետների, հոգեբանի, սոցիալական աշխատողի, քահանայի հետ է հանդիպումներ լինում այդ ընթրիքների ընթացքում և ինչպես արդեն մեր 1.5 ամսյա փորձը ցույց է տվել, բավականին դրական փոփոխություն կա, որովհետև մարդիկ գոհ են, բավարարված են գնում ժամանց ու ժամանցային ինչ-որ իրենց համար մի կետ է բացվել, որ բացի սնունդից կարող են նմանատիպ իրենց պահանջմունքները լրացնել։ Տաք սնունդ ծրագրից կարող են օգտվել մինչև 50 անձ, այդպես է նախատեսված։ Շաբաթական 3 անգամ, մինչև 50 անձ, 3-շաբթի, 5-շաբթի, շաբաթ օրերն են ընտրված, տեսեք, մենք երբ բացումը արվեց այս ծրագրի, դեկտեմբերի 1-ն էր, եթե չեմ սխալվում, մենք փորձեցինք ներկայացնել հենց այն ճաշերը, որը պետք է տրամադրվեր այս ամիսների ընթացքում, փորձեցին, համտեսեցին այդ ճաշացանկը, իհարկե հյուրասիրությունն էլ կար հյուրերի համար և բոլորի համար այդ օրը և արցախցիներն էին եկել և հյուրերը և այն բոլոր մարդիկ, ում միջոցով և հնարավոր միջոցներով հնարավոր դարձավ այս ծրագրի իրականացումը։ Դա անպայման, երբ ասում ենք տաք սնունդ, նկատի ունենք առաջի, երկրորդ աղցաններ և նման առողջ պարտադիր պայմաններ, որ դա լիներ առողջ տան պատրաստված սնունդ լինի և մեր խոհանոցը դա թույլ էր տալիս, որ խոհանոցը և սնունդի ձեռքբերման աղբյուրները հնարավորություն է տալիս ասել, որ մենք լիարժեք տալիս ենք տան պայմանների առողջ թարմ սնունդ։
Այդ ձեր թվարկած օժանդակությունը ոչ միայն 50 այս անձանց մասին է խոսքը, այլ ինչպես նշեցի սեպտեմբեր ամսի վերջից, երբ այդ դրա կարիքը եղավ, մենք աշխատել ենք ավելի քան 450 ընտանիքների հետ Գյումրի եւ Շիրակի մարզ տեղափոխված, 450 Գյումրիում եւ 230 համայնքներում բնակվող ընտանիքներին հնարավորություն եղավ տալ հիգիենայի փաթեթներ, ունեինք շորեր, որ կարող էին օգտվել, վերմակներ, անկողնային պարագաներ, սպասքի հնարավորություն եղավ տալ, այս ամենը առաջնային եւ արագ արձագանքման ըստ կարիքի տրամադրվեց Արցախից տեղահանված ընտանիքներին եւ քանի որ արդեն 3 ամսից ավել է մենք աշխատում ենք, ինչպես խոսքի սկզբից էի նշել, այս ամենը բավարար չէ, եթե ուզում ես ունենալ ազդեցիկ եւ ունենալ այն մարդկանց մեր կողքին կամ մեր համայնքում եւ Գյումրիում, ովքեր կուզենան գրավիչ դառնամնալը պայմանների եւ հնարավորությունների առումով եւ սա արդեն այս տարի հունվարը սկսել ենք ինտեգրման ծրագրերով, որպեսզի հնարավորություն տանք Արցախից տեղահանված ընտանիքներին ստանալ մեծահասակների կրթություն, օգտվեն դասընթացներից անվճար հիմունքներով, հմտություններ ձեռք բերեն կենտրոնում, որպեսզի կարողանան նաև իրենց աշխատաշուկայում հանդես գալ արդեն, որը տարբերվում է Արցախից, որը ունի իր սպეციფիկան, փորձում ենք փափուկ հմտությունների դասընթացներ նույնպես կազմակերպել, որովհետև դրանք զուգահեռ են գնում, որպեսզի կարողանան դուրս գան այս մարդիկ աշխատաշուկա։